ոստիկանության արդյունքների ենք սպասում, ոչ թե ոստիկանության կամ ոստիկանության այս կամ այն գործիչի հայտարարության։ Մեզ հետաքրքրում է արդյունքները այն բանի, որը իրենց հանձնարարվել է, որքան ես գիտեմ, այն է քննություն անցկացնել, ծառայական քննություն, որը պատասխան կտա, ինչու է այդպես ստացվել, ովքեր են պատասխանատուն են եւ ինչ պատասխանատվության պետք է կանչվեն։ Ես տեղյակ եմ նաև, որ ոստիկանության առաջնորդներից հեռուստաելույթներ են ունեցել, ինքս չեմ տեսել ես, բայց որքան հասկանում արդեն ոստիկանությունը սկսում է հասարակությանը դասեր տալ։ Ինչ կարելի է ասել կառավարության, ինչ կարելի է պահանջել, իսկ ինչ չի կարելի պահանջել, քաղաքական գնահատականներ են սկսում ոստիկանները ընթացող պրոցեսներին, սա հավանաբար սահմանադրության եւ օրենսդրության հետ ծանոթ չլինելու հետևանքն է, որովհետեւ ոստիկանության խնդիրը մեզ դասեր տալը չէ, այլ կարգ կանոն հաստատելը։ Եթե այն գործողությունները, որ իրականացրել է ոստիկանությունը, սա տեղավորվում են այս ֆունկցիաների սահմանների մեջ, ապա խնդիր չկա, բայց այն ինչ մենք տեսանք, ակնհայտորեն ցույց է տալիս, որ իրենց վերապահված գործառույթներից շատ ավելին են իրենց թույլ տվել եւ դա ապացուցում է ելույթներով, հավանաբար ոստիկանության մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, որ իրենց դերը հասարակության մեջ լուրջ քաղաքական է եւ նրանք իրավունք ունեն գնահատականներ տալու եւ որակումներ տալու այս կամ այն քաղաքական ուժին, վարկին, օրինակ մեզ էլ խորհուրդներ են տալիս, որ մենք շտապեցինք մեր հայտարարությունը անելու։ Չես իմանում, այսինքն հարցը դու ով ես սա։ Առաջին շաբաթների ընթացքում Դաշնակցության ֆրակցիան եւ հատուկ ստեղծված մասնագիտական խմբերը մի շարք կանդիդատներ են ունեցել մի քանի ուղղություններով, որոնցից մի շարք ուղղություններով, որոնցից մի քանիսը ուղղակիորեն առնչվում են քաղաքին, քաղաքապետին, քաղաքապետարանի գործունեությանը, ճարտարապետական խնդիրներ, սեյսմիկ խնդիրներ, փողոցային առևտրի խնդիրներ, ինքը տեսեք ինչ տգեղ է, չէ՞ փողոցային առևտուր։ Հավանաբար առևտրի կարգավորման մասին մենք պետք է խոսենք։ Օրինակ, մի պարզ օրինակ ձեզ բերեմ, եվրոպական բոլոր երկրներում խստագույն արգելք կա կիրակի օրը կամ որոշ ժամից հետո առևտուր անելու, բայց այնտեղ գործում են այնպիսի հակամոնոպոլիստական օրենքներ, որ դու հասկանում ես, եթե արգելել են առևտուր անել այս խանութին, ուրեմն մյուս խանութին էլ պետք է արգելեն, որպեսզի սրանք անհավասար մրցակցության մեջ չհայտնվեն եւ մեկը մյուսի հաշվին չշահի։ Հայաստանում սակայն դա այսօր կիրառել դժվար է։ Հենց փոքր խանութներին պետք է հնարավորություն տաս ավելի արտոնյալ պայմաններում աշխատելու։ Փոքր առևտրին, ինչպես մանր արտադրողին, այդպես էլ մանր առևտրականին, վերջապես եթե սոցիալական հարց են ուզում լուծել։ Ես կարծում եմ, որ այստեղ էսթետիկայի հարցերը, որ շատ կարևոր են, Երևանի տեսքը, որակը քաղաքի, ամեն ինչը պահպանելը շատ կարևոր է, բայց ոչ թե մարդկանց բարեկեցության հաշվին, եւ մենք ունենք նախնական պայմանավորվածություն քաղաքապետի հետ, որ հիմա գործում մեջ է, որ նրա վերադարձից հետո մեր ֆրակցիայի ներկայացուցիչները պետք է հանդիպեն նրա հետ եւ այդ մի քանի ուղղություններով առաջացած խնդիրները նրա հետ քննարկել լուծումների մասին կամ քննարկման ընթացքի մասին մենք դες կտեղի հասնենք հետագայում։ Անկեղծ ասած ժամանակ չեմ գտնելու, հավանաբար չեմ էլ գտնի այդ ելույթը բարձրալու, ծանոթանալու, բայց կոալիցիայի պատասխանը շատ հետաքրքիր է։ Ուրեմն եթե նույնը ասվի ոչ թե որպես պահանջ, այլ որպես առաջարկ, նրանք կքննարկեն։ Օրինակ նրանք կքննարկեն վարչապետի հրաժարականի հարցը, ռադիկալ օպոզիցիայի հետ, կքննարկեն նրանք ոստիկանապետի, ընդեղ էլ ինչ, ուր են իջել, մինչև քրեակատարողական բան։ Այդ ամեն ինչը այսինքն կքննարկեն, այդ իրանք պատրաստ են, բայց եթե վերևում գրված լինի ոչ թե պահանջ, այլ առաջարկ։ Ես քանի որ այդ պատասխանի մեջ տրամաբանություն չտեսա, մտածեցի, որ երևի այն մյուս մասն պատկալի մասնագիտությունները իհարկե ոստիկանության այդ աշխատակցի խղճի վրա են։ Զարուհի Փոստանջյանը պատգամավոր է, որը բազմաթիվ ասպարեզներ ունի իր ռեյտինգը ապահովելու
եւ յուրաքանչյուր պատգամավորի գործունեություն ի վերջո ունի մի քանի քաղաքական բնույթի ուղղվածություն։ Առաջինը նա պատասխանատու է իր ընտրողների առջև։ Երկրորդը նա պատասխանատու է քաղաքական ուժի առջև, որը մատնանշում է, որոշում է այն քաղաքական ուղեկիցը, որին այս կամ այն պատգամավորը հետևում է եւ որը տանում է առաջ։ Եթե նրա գործունեությունը տեղավորվում է այս երկու ուղղությունների մեջ, եւ դա միևնույն ժամանակ բերում է պատգամավորին ինչ-որ ռեյտինգ, ապա ոստիկանների գործը չի, թե նա ինչ ձևով է այդ ռեյտինգը ձեռք բերում։ Եթե իհարկե լինում են դեպքեր, երբ ռեյտինգ ձեռք բերելը, որոնց համար ավելի կարևոր է դառնում, քան այն, ինչ հանձնարարել է իրենց կուսակցությունը կամ այն, ինչ սպասում են ընտրողները, բայց եթե նույնիսկ այդպես է, էլի ոստիկանների գործը չէ, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն որոշում է իր քաղաքական կուրսը մի շարք ասպարեզներում, սոցիալական քաղաքականություն, մարդու իրավունքներ, քաղաքական բարեփոխումներ եւ այլն եւ այլն։ Մենք մեր վաղուց որոշել ենք եւ այդ ուղղությամբ գնում ենք։ Հասկանում եք, ձեր հարցից այնպիսի տպավորություն է ստեղծված, որ քաղաքական ուժերը նստած են մթության մեջ եւ հանկարծ միտեղ լույս է վառվում։ Իսկ կույրերը այդ լույսը չեն տեսնում, բայց այդպես չի, այսինքն մենք որևէ մեկի առաջարկություն պաշտպանելու կարիք չունենք։ Մենք ուրվագծել ենք մեր ճանապարհը ու այդ ճանապարհով գնում ենք, եթե կգա ժամանակ, երբ մեր ճանապարհը եւ ինչ որ այլ քաղաքական ուժի ճանապարհը այնքան զուգահեռ եւ համահունչ դառնան, որ հնարավոր լինի այդ ճանապարհը անցնել միասին, սա կդառնա բոլորովին այլ քննարկման առարկա։ Իսկ տվյալ պահին ես չեմ հասկանում ինչի է մեր լրատվական դաշտը անընդհատ մեկ քաղաքական ուժի հայտարարությունը, առաջարկը, պահանջը կամ ուրվագծած ճանապարհը պահանջում, որ մեկնաբանեն ուրիշները եւ անպայման միանան կամ չմիանան։ Այստեղ միանալու կամ չմիանալու հարց չկա, միջազգային ինքը կոնգրեսը կարծում է նման հարց չի դրել, դա ուղղել է կոալիցիային, ճիշտ է։ Դե թող կոալիցիան էլ պատասխանի, ես չեմ կարծում, որ ինչ-որ շատ լուրջ փոփոխություններ լինեն։ Փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ Հայաստանի կողմը կոշտ ու կտրուկ ասի, այլևս առանց Ղարաբաղի մենք ձեզ հետ խոսալու բան չունենք։ Այդ ժամանակ կարող են սկսել կտրուկ փոփոխություններ։ Այլապես բոլոր հանդիպումները հերթական են, բոլոր հանդիպումներում խոսվում է մի հարցերի մի շրջանակի մասին, որոնց մեջ լուծման եզրեր դեռ չեն երևում։ Ես հիմա շուտապույտ լուծման հնարավորություններ չեմ տեսնում, բայց այն, որ Ղարաբաղի ներգրաված չլինելու հանգամանքը ավելի ու ավելի խոչընդոտող է սկսում դառնալ, սա ակնհայտ է։ Ահա, պարզ օրինակ, ես ճիշտ ասած չի ուզում սրան անդրադառնալ, բայց նոր տվեցին։ Ադրբեջանական դեսպանը Էմին Էյուբով Բրյուսելում Եվրամիության մոտ դեսպանը գրել է Աֆետին, Աֆետը Եվրոպարլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է, որ բոլոր նրանք, ովքեր երբևէ առանց Ադրբեջանի թույլտվության կհատեն հայ-ադրբեջանական սահմանը եւ առանց թույլտվության կմտնեն Լեռնային Ղարաբաղի ռեգիոն, կհամարվեն non grata, կհամարվեն թշնամի եւ այս ամեն ինչը։ Նամակը իհարկե ինքնին շիզոֆրենիա է, որովհետեւ վերջին նիստի ժամանակ այս հանձնաժողովի, որին ես ներկա եմ եղել, բրիտանացի պատգամավոր Տանոկը, Չարլզ Տանոկը ասաց, որ յուրաքանչյուր եվրոպական պատգամավոր ազատ է տեղաշարժվել աշխարհում ճիշտ այնպես, ինչպես ինքը համարում է անհրաժեշտ եւ անհնարին է քննարկել մի հարց, որի ծագման եւ զարգացման տարածքը քեզ արգելում են այցելել։ Այնպես որ այս նամակը շատ կդժվարացնի մեր աշխատանքը, բայց մենք էլ կարող ենք սա հաղթահարել։ Բայց երբ մենք ինքներս չենք պնդում Ղարաբաղի ներգրավվածության վրա, առաջանում են ահա այսպիսի հակադարձ հարվածներ, որոնք մեզ իհարկե, եթե նույնիսկ մեր նախագահային հաջողել է ինչ-որ ձևով գինը ամփոփող պահել, ապա դա ժամանակավոր երևույթ է։ Եվ գիտեք հիմնական վտանգը որտեղ է։ Երբ դու գնում ես ու ասում ես ռուսներին, իմ վիճակը դժվար է,
գինը մի թանկացրան, ռուսներն էլ ոչ կույր են, ոչ էլ խուլ, նրանք ասում են եղբայր, ես քեզ սահմանի վրա տալիս եմ $180, բայց դու ժողովրդին $360 ես ծախում, ու ժողովուրդը տառնում է ստիպված, ուրեմն դու ռեսուրս ունես, ուրեմն ինչի եմ ես քեզ 180-ով տալիս, ես քեզ 200-ով կտամ, դու էլ 360-ով ծախի, դուք ու ժողովրդին մի թանկացրա, դրա համար Գազպրոմի պատասխանատուները, ովքեր որ ում ասածների վրա հիմնված է այդ երեկվա հաղորդագրությունը, նրանք ինչ են ասում, նրանք ասում են, որ պայմանավորվածությունը խոսքը գնում է Հայաստանի սպառողի համար գինը չի բարձրանա, բայց մենք չենք ասել, որ Հայաստանի համար չի բարձրանա, իսկ մենք հասկանում ենք, չէ, որ եթե Հայաստանի համար բարձրացավ, մեր էստեղի չինովնիկները համապատասխան փաստաթղթերով կներկայանան ու կասեն, դե տեսեք, ռուսները գինը թանկացրել են, մենք ստիպված ենք թանկացնել նաև ներսում։ Ոչ ոք մինչև վերջ չի կարողանում հասկանալ, մենք ինչի մասին էինք խոսում երեքշաբթի օրը։ Ռուսների հետ պայմանավորվածությունը, սա առանձին ոլորտ է, չգիտեմ, մեր արտգործ նախարարությունը, համապատասխան իրատեսչությունները, նախագահները ինչ ջանքեր պիտի թափեն, որ չեն թափել, որ այստեղ հաջողության հասնեն, հիմա ասենք օրինակ այս անգամ Պետերբուրգում նախագահ այդ ջանքերը թափել են, ինչ որ արդյունքի հասել են։ Մենք ռուսների մասին չենք խոսում, մենք խոսում ենք այն ինչ որ կատարվում է ներսում։ Մենք արդեն այսօր, ես հիմա հրադեր պատրաստ չեմ դա հրապարակելու, բայց արդեն այսօր անկախ լաբորատորիաները ասում են, որ այն գազը, որ մտնում է մեր տները, կիսով գազ է։ Հասկանում եք։ Այդ մասին արդեն կարծեմ հեռուստատեսություններից մեկն էլ խոսել է։ Այսինքն այն ինչ կասկածներ մենք ունենք, ցավոք սրտի սկսում է հաստատվել։ Այսինքն հարց է առաջանում, եղբայր դու 180-ով ստացար, դա ինչ ես 360-ով ծախում սեփական ժողովրդի վրա, կասեմ 340-ով, բայց դոլարի ուսի տատանումը ռեալ գինը 360 է սա, գտնակի, նորից նույն օրինակը, հաշվելով Սուրգուտի հանքափորների աշխատանքը, ռոճիկը նրանց, այդ ամբողջ Սիբիրից, Բայբերից մինչև Հայաստանի սահման եկող խողովակները, այդ ամեն ինչը, գազը մեջ է, գազի գինը դարձնում է 180, փոքրիկ Հայաստանում այդ գազը տարածելը կրկնակի է դարձնում է գինը։ Մենք չենք կարողանում, եկեք քննենք, ընդհանրապես սա ենք ասում, եկեք ստեղծենք հանձնաժողով, քննենք ինչու է այդպես ստացվում։ Պայմանավորվի նախագահը, նորից բերում եմ ձեզ օրինակը, Մոլդովայի համար թանկացրել են $192 էին նրանց սահմանում, դարձրել 233 կարծեմ։ Այսինքն շատ ավելի թանկ քան մերը, բայց նրանք ներսում ծախում են շատ ավելի էժան քան մերը, $312։ Ինչու են բերում Մոլդովայի օրինակը, որովհետև տարածքով մեր չափ է, բնակչությամբ մոտավորապես մեր չափ։ Այսինքն, լավ, ուրեմն կարելի է, չէ՞ ինչ որ ուրիշ քաղաքականություն կիրառել։